Հայկական ֆուտզալի պատմական նվաճման, ինչպես նաև հայ ֆուտբոլիստների վերջին ելույթների մասին կզրուցեմ Հայկ Հովհաննիսյանի եւ Էդմոն Մարտիրոսյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Սկսենք պատմական հաղթանակի էմոցիաները կիսելուց։ Էդմոն, դու էլ մաս ես կազմել նախավերջին հաղթական խաղն էլ դու մեկնաբանեցիր Դանիայի դեմ եւ առհասարակ ինչ տպավորություններ ունեք մեր հավաքականից։ Ֆանտաստիկ տպավորություններ, իրոք շատ էմոցիոնալ հանդիպում էր, շատ ուրախ եմ, որ կարողացա այդ պատմական հաջողության մի մասը կազմել։ Հայաստանի հավաքականը Դանիայի դեմ, նաև Ղազախստանի թիմի դեմ շատ լավ տպավորություն թողեց եւ արժանիորեն պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր եւ հուսանք, որ արդեն հիմնական փուլում կկարողանա զարգացնել հաջողությունը։ Ես նույնպես շատ եմ սպասում, նույնիսկ կարծում եմ Հայաստանում ֆուտզալային բում է լինելու, որովհետև երկար ժամանակ այդ մարզաձևը այնպիսին էր, որը բոլորը գրեթե խաղում էին, բայց չէին դիտում։ Հիմա կարծում եմ դիտումների քանակը զգալի կբարձրանա, մարդիկ կհետաքրքրվեն ֆուտզալով եւ նույնիսկ կարող է ակումբային ֆուտզալով հետաքրքրվեն հայկական։ Մենք վերջին տարիներին նկատում ենք, որքան լավ է զարգանում ֆուտզալը Հայաստանում, բայց ամեն դեպքում սա հրաշալի կայծ է լինելու, իսկապես ել ավելի մասսայական դառնալու համար։ Կարոսել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի։ Ես դրա մասին էի ցանկանում մի փոքր խոսենք, ինչքանով է ազդելու ֆուտբոլի հավաքականից ակնկալվող սպասելիքների վրա այս ամենը, քանի որ օրինակ կան կարծիքներ, որ ֆուտզալով, բայց մեր սպասելիքները ավելի մեծ են ֆուտբոլից, իհարկե հասկանալի ավելի մասսայական է ֆուտբոլը, բայց կարող է չէ դրական ազդեցություն ունենալ այս ամենը ֆուտբոլի ելույթների վրա։ Դա դժվար է ասել, որովհետև գիտենք, որ մեծ ֆուտբոլում ավելի որոշակի վերապահումներով են վերաբերվում ֆուտզալին։ Մարդիկ, ովքեր որ ուզում են մոտիվացիա փնտրեն, կգտնեն դա։ Կարող է ֆուտզալը լինել նրանց համար մոտիվացիա, այլ թիմեր լինեն կամ ինչ-որ ներքին գործոններ ազդեն նրանց վրա։ Իսկ նրանք, ովքեր շարունակելու են վերապահումներով վերաբերվել, ասել են դե ֆուտզալը էր, մեծ ֆուտբոլը այլ, դրանք տարբեր մարզաձևեր են, պետք չէ իրար խառնել։ Ուղղակի նաև կարծրատիպ է կոտրվում, որովհետև անկախությունից հետո առաջին դեպքն է, որ մենք թիմային մարզաձևում նման մեծ հաջողության ենք հասնում ու հիանալի օրինակ, որ Հայաստանում եւս կարելի է թիմային մարզաձևում այսպես ընտանիք դարձած համախմբվել ու գնալ այդ նվաճմանը։ Ես համաձայն եմ, որովհետև այստեղ հենց շատ տեղին է նշել թիմ բառը, որովհետև երբ նայում ես Հայաստանի հավաքականի եւ դեռ դա 3-4 տարի առաջ կարելի էր նկատել, նրանք իսկական թիմ են, որովհետև այս ընթացքում թե կարևոր խաղացողներ են հեռացել հավաքականից կամ ինչ որ խաղի տարբեր պատճառներով չեն մասնակցել, բայց այդ թիմային ոգին ցանկացած իրավիճակում նկատվել է։ Ասում են ընտանիք բառը կներես երբեմն շատ պաթոսային է հնչում, բայց ամենաճիշտ պահն է երևի այդ ընտանիք բառը օգտագործելու։ Ես բախտ եմ ունեցել տեսնել մեր հավաքականի ներքին խոհանոցը ուղևորվելով իրենց հետ եւ վերադառնալով ընտանիք բառը մեր ֆուտզալի հավաքականի մասին է ու երևի գլխավոր հաղթաթուղթը այս հաջողության մեջ։ Իհարկե Ռուբեն Նազարեթյանի հրաշալի աշխատանքի օգնությամբ նաեւ։ Իհարկե ամբողջությամբ համաձայն եմ, հենց ընտանիք է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը եւ դա առանց ներսից տեսնելու էլ շատ པարզ երևում էր եւ իհարկե պետք է ուշադրություն դարձնել նաեւ Ռուբեն Նազարեթյանի կատարած աշխատանքին եւ եթե համեմատում ենք ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ, հենց այդ հանգամանքն է նաեւ օգնել ֆուտզալի թիմին, որովհետեւ շատ երկար ժամանակ հենց Ռուբեն Նազարեթյանն է եղել թիմի գլխավոր մարզիչը ու կամաց բերել է, հասցրել է այս կետին, իսկ հա ֆուտբոլի Հայաստանի հավաքականում անդադար մարզչական փոփոխություններ են տեղի ունենում եւ միգուցե նաեւ այդ փաստը թույլ չի տվել ավելի վաղ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նվաճել խոշոր մրցաշարի ուղեգիր, բայց ամեն դեպքում այս հաջողությունը ֆուտզալի թիմի կարող է լրացուցիչ մոտիվացիա հանդիսանալ արդեն ֆուտբոլիստների համար։ Հիմա արդեն անցնենք հենց ֆուտբոլի հավաքականին, մեր նկարահանման պահին դեռ չունենք հայտացուցակ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների, բայց մոտենում է Վրաստանի դեմ Երևանյան հանդիպումը առաջին հերթին, ըստ ձեզ կան ֆուտբոլիստներ, որոնք նոր գլխավոր մարզչի կողմից առաջին անգամ կհրավիրվեն հավաքական, ունեք թեկնածուներ։ Ես մի քանիսը կա, որ կուզեի լինեին հավաքականում, օրինակ Հայաստանի առաջնությունում հանդես եկողներից, կուզեի տեսնել Կարեն Նալբանդյանին, այդ մասին Վանի գլխավոր մարզիչն էլ խոսեց, ասաց հիմա ամենահամապատասխան պահն է, որովհետև Սպերցյանը վնասվածք ունի, Հովհաննես Հարությունյանը վնասվածք ունի եւ Նալբանդյանին հրավիրելու իսկական պահն է։ Ես շատ կուզեի տեսնել նրան հավաքականում, տեսնել արդյոք այն սպասելիքները, որը մենք ունենք նրանից, արդարացված են նաեւ հավաքականի մակարդակում, որովհետև տպավորություն կա, որ այդպես է, իսկապես նա կարող է արդարացնել
բնավորությամբ եւ այլ գործոններով համապատասխանում են։ Լուրջ զարգացում է գրանցել իր կարիերայում վերջին 1 տարվա ընթացքում։ Համաձայն եմ լիովին։ Գումարած մենք կենտրոնական հարցակողի դիրքում կարող ենք այլ ֆուտբոլիստների դիտարկել, օրինակ դիրքերով ասելու ենք, բայց հա, հետաքրքիր Հայաստանի առաջնությունում Կալուկյանի տարբերակը, չգիտեմ, այսպես դիլեմա է ինձ մոտ, արդյոք այսքան շուտ հարկավոր է նրան հրավիրել, ընդամենը մի քանի խաղ Հայաստանի առաջնությունում անցկացնելու եւ երիտասարդական հավաքականում 2-3 խաղ անցկացնելու ֆոնին, թե ոչ, թե պետք է մի փոքր սպասել, որ նա արդարացնի իրեն լիարժեք, նոր հրավիրվի։ Դե իրականում հնարավոր է Կալուկյանին տեսնել Հայաստանի հավաքականի ճամբարում, բայց մեծ է հավանականությունը, որ խաղաժամանակ չի ստանա, այդպիսի դեպքեր շատ են Եթե նա հրավիրվի, նման կլինի 2013 թվականը կարծեմ, որ առաջին անգամ Սարգիս Ադամյանը հրավիրվեց, 19 տարեկան էր, այդ ժամանակ Գերմանիայի 4-րդ լիգայում էր խաղում Հանզայում։ Ու զգացվում էր, որ նա միգուցե ապագայում լավ ֆուտբոլիստ լինի, բայց այս պահին դեռ պատրաստ չէ տվյալ պահին հավաքականին մոտավորապես նույն պատկերն է հիմա, եթե Կալուկյանը հրավեր ստանա։ Ես նոր անուններ չեմ տա, բայց կհիշեմ հին անուններին Տիգրան Վարսարյանին եւ Սարգիս Ադամյանին, իհարկե երկուսին էլ սպասում եմ Հայաստանի հավաքականի ճամբարում եւ նոր անունների մասին էի խոսում։ Եվ Ադամյանը տեխնացուներ։ Դե Կարեն Ալբանդյանը ինձ համար է։ Դե Կարեն Ալբանդյանը հենց գլխավոր տեխնացուն է եւ ես շատ ուրախ կլինեմ Կարեն Ալբանդյանին Հայաստանի հավաքականում տեսնելու համար, որովհետեւ նա իրոք շատ լուրջ զարգացում է գրանցել իր կարիերայում, իր խաղով տպավորում է եւ արժանացել է Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու։ Դարպասապանների մասին ինչ կասեք, Չանչարևիչ, Բեգլարյան, Հենրիավակյան։ Կարծես տարբերակները այդքան շատ չեն, հուսով ենք, որ մյուս հայ դարպասապահները նույնպես քան, մենք գիտենք, որ Ներսեսյանը սովորաբար խաղում է, Մատինյանը վերջերս խաղաժամանակ ստացավ Ուրարտուի կազմում հանդիպման մասնակցեց, չգիտեմ, այս պահին թվում է, թե նույնիսկ Չանչարևիչը իր օպտիմալ մարզավիճակում չէ, դեռ հարցական է, որ նա հրավիրվի արդյոք լինելու առաջին համարը, թե ոչ։ Տեսնենք, դարպասապահի դիրքը բարդ, սպეციფიկ դիրք է եւ դարպասապահների մարզիչը թող որոշի թե ինչ է լինելու եւ ես նոր հիշեցի, որ Հայաստանի հավաքականում վաղուց չենք ունեցել լեգիոնական դարպասապահ, այսինքն այնպիսի դարպասապահ, որը արտերկրի առաջնություններում է խաղում։ Վերջին անգամ երևի որ Բեգլարյանն էր խաղում։ Արամ Հայրապետյանը Ղազախստանում, բայց եթե ճիշտ եմ Ղազախստանը Հայաստանում էր խաղում։ Եվ ստացվում է երևի Բեգլարյանը վերջին անգամ, երբ որ Լատվիայում էր խաղում։ Ես դարպասապահի դիրքում փոփոխությունների չեմ սպասում, ամենայն դեպս հայտարարությունում, բայց սպասում եմ, որ Հենրի Ավակյանը հնարավոր է խաղաժամանակ ստանա։ Մի քանի տուր է անցել արդեն մեր ներքին առաջնությունում, ըստ ձեզ հասցրել են ֆուտբոլիստները մոտենալ օպտիմալ մարզավիճակի այս կարևոր խաղերից առաջ։ Նայած թիմ։ Իդեպ մենք խնդիր ունենք նաև արտերկրի շատ խաղացողների առումով, քանի որ այնտեղ էլ նոր է մրցաշրջանի գարնանային հատվածը սկսվում, այնպես որ սա կարող է որոշակի անհանգստացնող հանգամանք լինել։ Օրինակ նկատել եմ վրացի ֆուտբոլիստները այնպիսի ակումբներում են խաղում, որ նրանց ակումբները ավելի շատ խաղեր են ունեցել ժամանակի այս ընթացքում մարզավիճակի խնդիր չեն ունենում։ Տեսնենք, մեր ակումբների վերաբերյալ թիմեր կան, որոնք արդեն 4 հանդիպում են անցկացրել, թիմեր կան 1-2 հանդիպում, այդ առումով լիարժեք այդ հունի մեջ ընկնելը մի փոքր շուտ է ասել, երևի թե կսպասենք 1 ամիս եւ լիարժեք կասենք թե ովքեր են հունի մեջ։ Տեսնենք, մեր որոշ թիմեր, որոնք շատ խաղացողներ ուղարկում են հավաքական, կարծես նրանք կոնկրետ արդեն իսկ լավ մարզավիճակին մոտեցող ինչ որ հատվածում են եւ դա պետք է որ օգնի հավաքականին։ Իրականում դեռ հակասական տպավորություններ են առաջացնում հայկական թիմերը ազգային առաջնությունում, չգիտեմ, օրինակ Արարատ Արմենյան շատ լավ տպավորություն թողեց Փյունիկի դեմ մրցավեճում, բայց հետո Փյունիկն էլ հակառակը երևի։ Այո, բայց հետո չկարողացավ աղթել Վանին, նույն Փյունիկը Ուրարտու խաղը եւս հակասական տպավորություններ առաջացրեց, բայց դեռ ժամանակ է առկա, որ ֆուտբոլիստները լավ մարզավիճակ հավաքեն, հասկանալի է ձմեռային դադարի վատ ազդեցությունը թողելու եւ ինչքան էլ որ ընկերական հանդիպումներ անցկացնեն, ինչքան էլ որ ընկերական հանդիպումների մասնակցեն, միևնույն է հենց այդ պաշտոնական խաղերն են ֆուտբոլիստներին մարզավիճակներ տալիս։ Մեծ կորուստ ունենք, Էդուարդ Սպերցյանը չի օգնելու այս շատ կարևոր փուլում եւ թվում է եւս մեկ շանսեր ստանալու Հովհաննես Հարությունյանը, բայց ցավոք Հովհաննեսը նույնպես վնասված կստացավ։ Ինչ կերպ եք տեսնում այս հարցի լուծումը, ով կարող է խաղալ Իվոյի կողքին։ Չնայած մենք դեռ չգիտենք մարզիչի ինչ խաղային հաստատություն է օգտագործելու, դա է խնդիրը։
ավելացնել, որովհետև ես սպասում եի, որ հենց Սպերցյանին այս նոր մասնագետը կօգտագործի այն դիրքում, որտեղ նա սովոր է խաղալ, իսկ մենք տեսնում ենք, օրինակ Կրասնոդարում հիմնականում խաղում է կամ 10 համարի դիրքում, կամ ձախ 8 համարի դիրքում։ Եթե այդ երկու դիրքերից մեկում նրան օգտագործել, մենք կտեսնենք, թե ինչպես կստացվեր, եւ ես սպասում եմ, որ հենց նման տարբերակնակի կիրառի։ Տեսնենք, այս ընթացքում տարբերակներ կարող են լինել նրան փոխարինելու, մենք արդեն խոսեցինք Կարեն Նալբանդյանի մասին, եւ կարող են այլ տարբերակներ նույնպես ի հայտ գալ, պատահական չէ, որ մեր հավաքականի համար դրական է, որ Սերգեյ Մուրադյանը ՕԱ-ի շատ խաղերում հենց հենակետայինի դիրքում է խաղում եւ շատ լավ է խաղում։ Բայց արժի մենք նա վերջին շրջանում հավաքականում մի քանի խաղ լավ անցկացրեց, Լատվիայի դեմ խաղը հիշեցի։ Արժի հիմա գնալ այդպիսի քայլի ու Մուրադյանին տեղափոխել հենակետային գոտի։ Չեմ կարծում, որ Վրաստանի հավաքականի դեմ խաղերում նման փորձարկում կանի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ Իհարկե նոյում բավական լավ տպավորություն է թողել կիսապաշտպան խաղալով Սերգեյ Մուրադյանը, բայց շատ մեծ պատասխանատվություն ունեցող հանդիպումներ են եւ նման լուրջ փոփոխություններ, փորձարկումներ չեմ սպասում Վանցխիպի կողմից։ Բայց բայց ով է խաղալու Գոչուկվոյի կողքին, էստես։ Պետք է նախ հասկանանք, թե ինչ սեմ է։ Ես գիտեմ, որ բարդ հարց է, շատ խառն է ամեն բան, քանի որ մենք ոչ մի բան չգիտենք դեռ, ինչ է որոշել մարզիչը, ինչ է որոշելու։ Միգուցե նա էլ դեռ մտորումների ու փնտրտուքների մեջ է ու վերջնական ոչ մի բան չկա այս առումով։ Այո, համաձայն եմ, դեռ հստակություն չկա, դեռ չի հասցրել ասուլիս տալ, կարծիք հայտնել թիմի մասին, կարծիք հայտնել նրա խաղային փիլիսոփայության մասին, ասել թե ինչ է սպասում Վրաստանի դեմ խաղերից, արդյոք պետք է արդեն սպասել այն խաղը, որը նա մտադիր է օգտագործել, այն սխեմաները, այն տակտիկական մոտեցումները, թե պետք է մի փոքր սպասել մինչև ընտրական փուլի մեկնարկը եւ այս Վրաստանի դեմ հանդիպումները նաեւ հնարավորություն են նախապատրաստվելու դրան։ Մենք գիտենք, որ սա յուրահատուկ հնարավորություն է մեզ համար Վրաստանի հետ հանդիպումները, որովհետև հաղթենք լավ է, ցույց է տալիս, որ մենք ուժեղ ենք, որ մենք կարող ենք հաղթել, պարտվենք այն բացառիկ դեպքերից մեկն է, որ նույնպես կարծես վատ չէ, որովհետև մնում ենք այն դիվիզիոնում, որտեղից կարող ենք հետագայում դուրս գալ։ Իհարկե, չի քննարկվում, որ պետք է ձգտեն հաղթանակի։ Այդ թեման Չէ, այդ չեմ ասում, ուզում ասեմ, պարտադիր պետք է հաղթել, եթե պարտադիր միանշանակ պետք է հաղթանակի համար խաղալ, դա չի քննարկվում։ Պարզապես այս դեպքում մի փոքր հետ նահանջի եւ նոր հայացքով հետագային նայելու հնարավորություն կա եւ այդքան մեծ քննադատության չի արժանանա մարզիչը, որքան ուրիշները կարող են արժանանալ հենց միանգամից Վրաստանի պարտվելու դեպքում։ Իդեպ շատ լավ մարզավիճակում է նաեւ Արտակ Դաշյանը, որը վերջին շրջանում շատ լավ նշեցիր, որովհետեւ Երևի ամենալավ տարբերակը, ամենահարմար տարբերակը հենց Արտակ Դաշյանն է կազմում։ Ամենակարևոր բանը Դաշյանը կրկին լավ մարզավիճակ է։ Ես կասեի, երևի թե Նոա տեղափոխվելուց հետո իր լավագույն մարզավիճակում է այժմ գտնվում։ Որովհետև սկսեց խաղաժամանակ ստանալ եւ ապացույց դեպք կարող չի լինելու այս կարևոր խաղին եւս մեկ հրաշալի մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստ։ Բայց մրցակցի ճամբարից Խվիչա Կվարացխելյան, որը շատ լավ կարծես հարմարվել է Paris Saint-Germain-ում, որակազրկման պատճառով գիտենք չի խաղալու։ Կարծում եմ ամեն դեպքում Վրաստանի հավաքականում որքան էլ շատ են որակյալ խաղացողները, Խվիչայի տարբերությունը ակնհայտ է մնացած թիմակիցներից եւ այս առումով գոնե դրական բան ունենք մեր հավաքականի համար։ Այո, միանշանակ ունենք։ Խվիչան կոնկրետ Լիվերպուլի դեմ հանդիպումներում ցույց տվեց, թե որքան նաեւ բազմազան խաղացող է, որովհետեւ ես օրինակ դժվարությամբ կպատկերացնեի, որ նա Նապոլիում օրինակ Կոնտեի օրոք կդառնար լիարժեք աջ վինգեր, կարող էր խաղալ կենտրոնում, իսկ Սպալետի ժամանակ հիմնականում ձախից էր խաղում եւ այդ ամենի ֆոնին կարողացել է Լուիս Էնիկեն այնպես անել, որ Խվիչա Կվարացխելյան անընդհատ դիրքեր փոխելով նաեւ իր խաղային մտահորիզոնները զարգացնի, կարողանա ավելի նոր կերպ տեսնել դիրքերը, որովհետեւ եթե դու խաղում ես ինչ-որ ֆուտբոլիստի դիրքում, դու նաեւ հետագայում հասկանում ես այդ դիրքում խաղացող ֆուտբոլիստին, նույնիսկ եթե արդեն դու ուրիշ դիրքում ես խաղում, հասկանում ես որտեղ պետք է փոխանցում կատարես, նրան ինչ է ավելի հարմար եւ այլն։ Այդ տեսանկյունից հաստատ մենք կշայենք, որ Խվիչան չի լինի, այսպես ասած ուժերը ավելի հավասարին են գնում։ Այո, միանշանակ Խվիչա Կվարացխելիայի բացակայությունը Հայաստանի ազգային հավաքականի համար շատ լավ նորություն է, բայց չմոռանանք, որ նա միայն առաջին խաղն է բաց թողնելու, այնպես որ պետք է ամեն դեպքում ինչ-որ ծրագիր մշակել, ինչ-որ պլան մշակել Խվիչա Կվարացխելիային չեզոքացնելու համար, եւ իրոք Paris Saint-Germain-ում էլ նա շատ լավ մարզավիճակում է ու համաձայն եմ այգի հետ, որ Լուիս Էնրիկեն նրան հրաշալի օգտագործում է Փարիզյան թիմում։ Մեր լեգիոնականների մասին խոսենք, ինձ մոտ տպավորություն է վերջին շրջանում շատ եմ այս մտքի վրա կանգառնում, որ
դրական տեղաշարժ կա ընդհանուր պատկերի առումով, այսինքն մենք արդեն ավելի մեծ քանակությամբ ֆուտբոլիստներ ունենք, որոնք եվրոպական միջին մակարդակի առաջնություններում եւ ակումբներում են ու դրական տեղաշարժ կա նաեւ նրանց ստացած խաղաժամանակի եւ այլնի առումով, այսինքն այստեղ տարբերությունը ուրախացնող է։ Կիսում եք այդ կարծիքը։ Այո, ուրախացնող է, մենք ժամանակին ուրախանում ենք, որ մեր ֆուտբոլիստները Ղազախստան են գնում, Բելարուս են գնում, մենք հիմա ասում ենք միայն թե չգնան այդքան ցածր մակարդակի առաջնություններ։ Արդեն տարբերություն կա, որովհետև արդեն մենք նույնիսկ Հայաստանի Պրեմիեր լիգան կարծես ավելի բարձր ենք դասում եւ դա ցույց է տալիս նաեւ որ առաջնության մակարդակն է բարձրացել եւ կարծում եմ շատ հարցերում այդ տեսանկյունից իրավացի ենք, որովհետև մեր առաջնությունը երևի թե առնվազն չի զիջում նրանց։ Ինչ վերաբերում է մեր լեգիոնականներին, որոնք գնում են լավ թիմեր, վերջապես նորից այն հին ժամանակները գալիս են, երբ որ մենք կարող էինք հայտարարությունում, չգիտեմ, տասնյակ լեգիոնականներ ունենալ մեր խաղացողների, որոնք այլ առաջնություններում են խաղում, եթե հիշում եք, դա հիմնականում տալիս էր այն առավելությունը, որ ինտենսիվությունը նրանց խաղում ավելանում էր։ Նույնիսկ մարզման ժամանակ դու գնդակ ստացար արդեն ոտքիդ վրա ֆուտբոլային լեզվով ասած մրցակից են նստած, իսկ այստեղ մեր խաղացողները խաղալով ավելի ինտենսիվ լիգաներում, հուսով ենք, որ դրանք ավելի ինտենսիվ են շատ առումներով, նրանք կարողանան հավաքականում դիմանալ այն տեմպին, որը մեզ առաջարկում են մեր մրցակից հավաքականները։ Եթե խոսենք կոնկրետ անունների մասին, օրինակ տպավորում է Գեորգի Հանրությունյանը, որը տեղափոխվեց Պուշկաշ ակադեմիա, հունգարական ամենաշատը թերևս նա է տպավորում, որպես բավական ուժեղ թիմ ու միանգամից շատ արագ ինտեգրվեց ու ստաբիլ խաղաժամանակ է ստանում եւ արդեն կարող ենք ասել, որ կամաց դառնում է թիմի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը, դե վաղուց հավաքական չհրավիրված Տիգրան Բարսեղյանը ու Սարգիս Ադամյանը եւս շատ մարզավիճակում են դեր խոսենք դիրքերով գալու ենք։ Գեորգի Հարությունյանը իհարկե ինձ էլ է շատ ուրախացնում, որովհետև մի փոքր թերահավատորեն էի մոտենում, մտածում էի սկզբից Պայստային տարբերակ է լինելու, բայց արի ուտես հորնյակը նրան վստահում է եւ Հունգարիայի առաջնության առաջատարի կազմում այդպես կայուն խաղալը թե խաղաժամանակի առումով թե որակի միայն իշա Հայաստանի հավաքականի է լինելու։ Վահան Բիչախչյանի լեգիա տեղափոխությունից հետո մենք քննարկում չենք ունեցել։ Դու էլ մեկնաբանեցիր Մյոլդեի դեմ լեգիայի հանդիպումը, Բիչախչյանը մոտավորապես 1 ժամ խաղացել է առաջին խաղում եւ ինչ կասեք այս նախ տրանսֆերի մասին, հետո Բիչախչյանի խաղի մասին, եթե հասցրել եք լավ ուսումնասիրել։ Դե իրականում առաջ քայլ էր Բիչախչյանի կարիերայում լեգիա տեղափոխությունը, 7 հանդիպում, դրանցից 6-ը մեկնարկային կազմում եւ օրինակ հենց Մյոլդեի դեմ խաղի մասին կարող եմ խոսել, որ Բիչախչյանը առաջին խաղակեցում, որ լեգիան ընդհանրապես ոչինչ չէր անում, շատ վատ տպավորություններ թողնում, միակ տարբերվող ֆուտբոլիստը հենց Վահան Բիչախչյանն էր, հենց նա իր սուր փոխանցումներ կատարում, ձգտում էր անցումներ ձեռնարկել, 1-2 առանցքային փոխանցում կատարեց, սակայն խաղընկերները փչացրին այդ վտանգավոր թվացող գրողները, երկրորդ խաղակեսում էր ակտիվ էր, իդեպ մասնակցեց գոլային գրոհին, հենց նրա փոխանցումից հետո զարգացավ լեգիայի գրոհը եւ կարծում եմ մի փոքր դեռ ժամանակ է պետք հարմարվելու համար, բայց Վահան Բիչախչյանը դեռ արդյունավետ գործողություն չի կատարել, սակայն հարմարման փուլն անցնելուց հետո կսկսի կրկին գոլերով ու գոլային փոխանցումներով ուրախացնել երկրպագուներին։ Հիմա այդքան էլ լավ վիճակում չէ, Պոգոնի հետ, Բիչախչյանի նախկին թիմի հետ հավասար միավորներ ունեն ու վերջին խաղերում շատ միավորներ են կորցնում, չեն կարողանում հաղթել, այնպես որ առայժմ կարծես բարդ փուլ է թե լեգիայի համար եւ Բիչախչյանի համար էլ դեռ այն սահուն ընթացքը։ Ամեն դեպքում լավ է, որ մարզիչը նրան վստահում է եւ եւս մեկ անգամ նշեմ 7 խաղերից 6-ում Վահան Բիչախչյանը եղել է մեկնարկային կազմում։ Բայց մի ուրիշ բան էլ նշենք, որ առաջին խաղերում անդադար մեկնարկային կազմում էր, իսկ վերջին խաղերում մի փոքր պատկերը բացասական ֆոնի է գնացել։ Եթե նայում ենք վերջին 3 հանդիպումներին, 2 անգամ եղել է Պայստայինների թվում, 1 անգամ խաղաժամանակ չի ստացել, բայց ես դա ավելի շատ պայմանավորում եմ նրանով, որ ուղղակի հոգնածությունից կամ ավելորդ անախորժություններից խուսափելու համար նրան չէին ընդգրկել մեկնարկային կազմում, որովհետև լեգիան մի քանի ճակատով է պայքարում, գրաֆիկը բավական խիտ է եւ իհարկե պետք է ռոտացիաներ կիրառել, չեն կարող ֆուտբոլիստները անդադար 90 րոպե խաղալ։ Հիմա լսենք մայստրոին։ Ես կարծում եմ, որ Վահան Բիչախչյանի կարիերան բնական զարգացում է ունենում, ակումբային կարիերան, եւ այդ բնական զարգացումը ժամանակակից շատ մարդիկ չեն կարողանում ընկալել։ Նրանց կարծիքով նորմալ է, եթե ֆուտբոլիստը պետք է 1
թիմում լավ խաղալուց հետո արդեն միանգամից top թիմում կամ top առաջնությունում խաղա։ Օրինակ, չգիտեմ, Մարտինելին Բրազիլիայի երկրորդ լիգայից գալիս է միանգամից Արսենալ, նրանց կարծիքով դա է նորմալը։ Ոչ, դա աննորմալ է։ Այո։ Նույնն է նաև կարող Հիշում ես ինչ արձագանք եղավ, երբ Պոգոնի կազմում Վահան Բիչախչյանը արդյունավետ գործողություններ էր կատարում, արդեն շատերը նրան ուրիշ լիգա լիգայի top թիմ էին մեզ մոտ որովհետև ամենից շատ արագ է զարգանում նաև էմոցիաները եւ սպասելիքները։ Իդեպ ես էլ քանի անգամ անդրադարձել եմ Բիչախչյանին եւ հենց այդ միտքը որ դու ես ասում չի եղել կարելի ասել այնպիսի 6 ամսյա ժամանակահատված որ նախորդ տվյալ ժամանակահատվածի հետ համեմատես ու Բիչախչյանը թեկուզ չնչին քայլերով բայց առաջ գնացած չլինի։ Այո, սպասելիքները կարող են մեծ լինել, բայց այս տարբերակն էլ վատ չէ, ի վերջո Լեհաստանի ամենահեղինակավոր ակումբում կարելի է ասել խաղալու հնարավորություն ունի, բայց ես հիմա ավելի եմ ուզում հետաքրքրացնել, մի քիչ երկար խոսեցինք Բիչախչյանի մասին, բայց թեմաներն էլ կան, Inside մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում, ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ Բիչախչյանին ցանկանում էր ձեռք բերել Պուշկաշ ակադեմիան, անձամբ Ժոլտ Հորնյակը, բայց Բիչախչյանը կարծես անձամբ չի ցանկացել տեղափոխվել։ Ավելի լավ տարբերակ կլիներ, թե Լեգիան ավելի լավ տարբերակ։ Քննարկելու հարց է, արդյոք Հունգարիայի առաջնությունը ավելի լավն է, քան Լեհաստանինը։ Մենք տեսնում ենք այս տարի լեհական թիմերը ինչպես են խաղում Եվրագավաթներում, վերջապես, որովհետև նախկինում նրանք միշտ լավ առաջնություն ունեցել են, բայց Եվրագավաթներում հաջողության չէին հասնում։ Եվ երբ ես զրուցում եմ ժամանակ Աղվան Պապիկյանի հետ, ով խաղում էր Լեհաստանում, օրինակ հիշելով նախորդ դեպքեր, երբ նույնիսկ հայկական թիմերի դեպ նրանք հաջող ելույթներ չէին ունենում, իսկ այն ժամանակ հայկական թիմերը այդքան ուժեղ չէին համարվում եւ Եվրոպայում հաջողություններ չէին հասնում։ Նա բացատրում էր նրանով, որ ամբողջությամբ դա հոգեբանական խնդիր է, նրանք չեն հավատում, որ նրանք կարող են հաջողության հասնել։ Այս տարի օրինակ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը լինելու է Լեհաստանում եւ կարծես նրանք այնպես են տրամադրված, որ գոնե մեկը պետք է մասնակցի այդ մրցաշարին։ Եթե ոչ, ապա գոնե անցած ճանապարհը նման լինի այն թիմին, որը ձգտել է հասնել եզրափակիչին։ Գումարած Լեհաստանում այնպիսի երկրպագուական մշակույթ կա, որ ես Վահան Բիչախչյանի փոխարեն միանգամից կհամաձայնվեի մնալ օրինակ Լեգիայում խաղալ Լեգիայի կազմում, Պոգոնից տեղափոխվել այլ ոչ թե գնալ Հունգարիա, այնտեղ չգիտես ինչ կստացվեր թե ոչ։ Ադապտացված է, նրանց սիրում են։ Այո, առաջնությանը ադապտացված է էքստրակլասային, այնտեղ նրանց սիրում են, այնտեղ նա ամեն ինչ տեսել է, գիտի թե ինչ պետք է անել, գումարած ուժեղ թիմ է գնացել ավելի, top թիմ է գնացել, որի երկրպագուները այնպիսին են, որ նույնիսկ Երևանում նրանց տարբերանշանները կամ փողոցներում ես տեսել եմ, պատկերացրեք թե այդպիսի մթնոլորտում խաղալը ինչպես է մոտիվացնում ֆուտբոլիստին, նա չի ցանկանում այդպիսի բանից զրկվել, հատկապես որ տարբերակը, այսինքն չգիտեմ, Բունդեսլիգա գնալը չէ, էլի, այլ տարբերակը։ Միևնույն է Հունգարիայում ավելի երևի թե ավելի թույլ առաջնություն, քան Լեհաստանի առաջնությունն է։ Այո, շատ քննարկել այդ հարցը, բայց ես էլ եմ կարծում, որ Վահան Բիչախչյանը ճիշտ որոշում է կայացրել մնալով Լեհաստանում, տեղափոխվելով Լեգիա Եվրագավաթի հիմնական փուլում արդեն առաջին հանդիպումը անցկացրել է, շատ խաղեր մասնակցել Եվրագավաթային, բայց որակավորման փուլերում ու վերջապես նրան հիմնական փուլում էլ տեսանք, այնպես որ հուսանք, որ Վահան Բիչախչյանը կսկսի արդյունավետ գործողություններ կատարել, կսկսի անել այն, ինչ անում էր Պոգոնում, հերվից գոլեր, հրաշալի փոխանցումներ, ես սպասում եմ նրանից։ Իսկ չեք կարծում, որ արդեն ժամանակն է, որպեսզի Նարեկ Գրիգորյանին հնարավորություն տան Հայաստանի հավաքականում իրեն դրսևորելու, որովհետև շատ է խոսվել այն մասին, որ մենք ծախլիկ շատ ֆուտբոլիստներ ունենք, այո, ունենք, նրանք ստանում են խաղաժամանակ, ամենակիչը Նարեկ Գրիգորյանն է թերևս շանս ստանում, բայց ամենակայուն խաղ ցուցադրող ֆուտբոլիստներից մեկն է արտերկրում, շատ ուժեղ առաջնությունում եւ նորմալ մակարդակի թիմում ու մի այսպիսի ծեծված թեմա կա, ասում են, դե անունները չտամ մյուս խաղացողներին չնեղացնելու համար, այս կամ այն ֆուտբոլիստը իր բնական տաղանդի հաշվին, որակների հաշվին ավելի լավն է, հիմա, բայց հարց է առաջանում Նարեկ Գրիգորյանը ինչով է մեղավոր, Նարեկ Գրիգորյանն էլ իր աշխատանքի շնորհիվ է ապացուցում, որ իր թիմում շատ կարևոր ֆուտբոլիստ է, ինձ թվում է նրան ժամանակն է շանս տրամադրելու։ Նախ եկեք հիշենք, որ Նարեկ Գրիգորյանը իր թիմի կազմում հաճախ նաև ձախ-եզրում է հայտնվում, այնպես չէ, որ նա միայն աջ հարձակվող է։ Հարկ եղած դեպքում կարող է երկու հարձակվողով սխեմայում լինել, օրինակ երկրորդ հարձակվողը։ Դե Ֆարոլումը ձախ հարձակվող է խաղում, դա է ասում, որ նա ձախից էլ է խաղում այնտեղ, կարող է նույն կերպ խաղալ, ինչպես օրինակ
օրինակ օգտագործում էր նախկինում Պետրակովը Արտուր Սերոփյանին ձախից էր օգտագործում։ Այո, նա ձախից այդքան լավ չէր խաղում, որքան աչից, բայց տարբերակ էր, չէ՞, դիտարկում ձախից նրան օգտագործել։ Եթե մենք ունենք 5 լավ աչ վինգեր ձախլիկ հիմնականում, չունենք ձախ այդքան շատ վինգերներ, ինչու՞ չօգտագործենք այս տարբերակը նույնպես։ Բացի այդ, դու եթե քաոս ստեղծես խաղադաշտում քեզ համար, նաև դա նշանակում է մրցակցի համար էլ է քաոս, որովհետև դու կկարողանաս դիրքերը խառնելով միմյանց, խառնել նաև մրցակցին։ Ինչպես անում է օրինակ հիմա ՊՍԺ-ն իր հանդիպումների ժամանակ, դու չգիտես ով է հարձակվող, ով է կիսապաշտպան, ով որ դիրքում է խաղում, անընդհատ փոխվում են։ Նույնը կարող ենք մենք անել այսպես հին տոտալ ֆուտբոլին վերադառնալու դեպքում, հատկապես որ մեր մարզիչը արդեն հենց այդ մշակույթից եկած մասնագետ է, կարծում եմ նա արդեն այդ կարծրատիպերը չկա, որի մասին քիչ առաջ խոսում ենք, նա բոլորին նայում է 0-ից, թե ինչ կարող է ստանալ, ինչ որակներ ունի։ Ճաշակի հարց է, օրինակ X մարզիչը կարող է օրինակ Սերոփյան Արթուրի կամ Սևիկյանի որակներով շատ էսպես հպարտանալ, ուրախանալ, Նարեկի մոտ ինչ-որ բան չտեսնել։ Մյուս մարզիչը կարող է հակառակը, Նարեկի մոտ մի այնպիսի որակ տեսնել, որ մյուս տվյալ դիրքի խաղացողների մոտ չտեսնի, ու տվյալ փոքր դետալները ինձ թվում է նաև էապես ազդում է նաև մարզիչների որոշման վրա։ Միանշանակ, մենք այսօր եվրոպական ֆուտբոլից ինչ-որ շատ օրինակներ ենք վերում, եւս մեկը վերեմ։ ՊՍԺ-ից ավելի շատ։ Ոչ, Լիվերպուլից օրինակ վերեմ, Գրավենբերխին լրիվ այլ դիրքում էր տեսնում, այլ դերում էր տեսնում, չէ՞, Յուրգեն Կլոպը եկավ Սլոթը եւ նրան պատկերացրեց օրինակ հենակետայինի դիրքում եւ աշխատեց։ Մենք կարող ունենք մեր հավաքական ֆուտբոլիստներ, որոնց այն դիրքերում խաղը, որոնք չենք տեսել, հանկարծ պարզվի, որ նրանց լավագույններից են։ Թե նոր մարզիչ, նոր մտահղացումներ իրոք կարող են Հայաստանի հավաքականի շատ ֆուտբոլիստների դիրքեր փոխվել, իսկ Նարեկ Գրիգորյանի մասին իրոք շատ ստաբիլ ելույթներով է աչքի ընկնում Նարեկ Գրիգորյանը, վերջին շրջանում մեկ հանդիպում Ֆարուլից դիտել եմ եւ բավական լավ տպավորություն է թողել, երևի թե եկել է ժամանակը, որ նա էլ պետք է շանս ստանա, չասեմ մեկնարկային կազմում, բայց գոնե ավելի շատ խաղաժամանակ նախկինի համեմատ։ Դե այս ծմրանն էլ մեր առաջնությունից միակ հայ ֆուտբոլիստը, որը տեղափոխվեց արտերկիր, Արթուր Սերոփյանն է, չէ՞, եթե հիշողությունս չի դավաճանում, չունենք երկրորդ տարբերակ։ Սերոփյանի արդեն անցկացրել է պաշտոնական խաղ, նաև գոլային գրոհին մասնակցեց, գոլային փոխանցում կատարեց։ Նրա մասին մի փոքր խոսենք ու հարցակման գծի մեր սուղ ընտրության մասին վերջապես կհասնենք Սարգիս Ադամյան, Միրանյան, Ռանոս, դե Տիգրան Բարսեղյանը հավանաբար կլինի, Բալեկյանը կարծում եմ չի լինի, չգիտեմ։ Եկեք Սերոփյան եւ հարցակման գծի խաղացողներ ու ամփոփենք։ Դե Սերոփյանը կարծում եմ կլինի Հայաստանի հավաքականի հայտարարությունում, նա այն տարբերվող ֆուտբոլիստներից է, որոնք շատ են սիրում աշխատել խաղերի ընթացքում, եթե նույնիսկ գոլ կամ գոլային փոխանցում Արթուր Սերոփյանը չի կատարում եւ նույնը մեծ բովանդակության աշխատանք է կատարում ու այդ առումով կարողանում է օգնել թե իր թիմին, թե Հայաստանի հավաքականին, իսկ հարցակման գծի ֆուտբոլիստներից դե Լեոն Ռանոսը վերջապես խաղաժամանակ ստացավ, վնասվածք ուներ, ապաքինվեց, մեկ հանդիպման մասնակցեց, բայց բարդ է պատկերացնել ժամանակի առումով երևի ամենալավ վիճակում Սարգիս Ադամյանն է եւ թիմի կրկին կարևոր ֆուտբոլիստներից մեկն է դարձել։ Որ արդյունավետ գործողություններ էր կատարում, ճիշտ է, վերջին շրջանում վերջին 3 խաղերը չեմ սխալվում գոլ չի խփել, բայց ամեն դեպքում նա էլ իրոք շատ մեծ ծավալի աշխատանք է կատարում հանդիպումների ընթացքում, դե Տիգրան Բարսեղյանն էլ ազգային առաջնությունում գլխավոր ռմբարկուն է, շատ լավ մարզավիճակում է խփել, վերջին 2 խաղում 3 գոլ է խփել Բարսեղյանը, դե Բարսեղյանը միշտ լավ մարզավիճակում է Սլովանում։ Եվ կարծում եմ բոլոր թիմերում գրեթե միշտ Բարսեղյանը լավ մարզավիճակում է, բոլոր թիմերում որ խաղացել է Տիգրան Բարսեղյանը նա արդյունավետ է եղել կամ գոլեր կամ ասիստներ է կատարել։ Բայց երևի սա նրա կարիերայի լավագույն մրցաշրջանն է գոնե թվերի տեսքով։ Թվերի տեսքով միգուցե խաղամակարդակով կարծում եմ նա նախկինում էլ այսքան լավ խաղացել, այնպես չէ որ շատ մեծ է տարբերությունը, պարզապես այդ լիգաները, որոնցում խաղացել է, այդքան չեն առանձնացել, ասենք Սլովակիայի պես առաջնություն չի եղել ավելի հեղինակավոր եւ շատ ավելի հեղինակավոր Չեմպիոնս լիգային չեն մասնակցել։ Կզարմանայի, եթե ինքը օրինակ, չգիտեմ, Վարդարի կազմում մասնակցեր Չեմպիոնս լիգայի 8 հանդիպման լիգայի փուլում եւ նա իրեն լավ չդրսեւորեր։ Ես կզարմանայի դրանով։ Ես վստահ եմ, որ նա իրեն լավ կդրսեւորի, որովհետեւ նա միշտ է կարող։ Դե մինչեւ այդ նրա լավ դրսեւորելու շնորհիվ Վարդարը նվաճեց Եվրոպա լիգայի այն ժամանակ ինչ էր կոչվում։ Եզրափակիչ փուլ, արդեն հին անունները մոռացա։ Խմբային փուլ։ UEFA-ի գավաթ էր դա։ Ինտերտոտոյի։ Չէ, Ինտերտոտոն ուրիշ։ Այդ ուրիշ։ Ինչին ենք անդրադառնում Սերոփյանին։ Ասացինք, որ նա խաղում է Մոլդովայում, անկեղծ ասած ես նշել եմ արդեն մեկ անգամ, որ իմ կարծիքով
միակ առավելությունը այն է, որ նա խաղում է արտասահմանյան թիմում եւ չէ, դա էլ չի։ Այն որ նա կզգա, թե ինչ է ճնշումը լեգիոնականի վրա եւ դրանից ավելի պատասխանատվությունը կբարձրանա, նա ինքն իր հանդեպ պատասխանատվությունը կմերձացնի ավելի զարգանալու։ Այնպես չէ, որ Հայաստանում դա չէր անի, պարզապես լեգիոնականի կարգավիճակը այլ է։ Իսկ սկաուտների գործոնը արդեն երկրորդական է, այնտեղից հնարավոր է ավելի լավ թիմ գնալ հնարավոր կլինի։ Եվ Սարգիս Ադամյանի վերաբերյալ նա շատ լավ է խաղում, նշեցիր, որ արդյունավետ գործողություն չի կատարել, բայց օրինակ նախորդ խաղում մենակ էր դուրս բերել իր թիմակցին ֆանտաստիկ փոխանցումով, չկարողացավ նորմալ դες նշեցի, որ ընդունել գնդակը։ Հանրապես Ռեգենսբուրգը սավալի աշխատանք։ Յան Ռեգենսբուրգը այնպեսի ֆուտբոլ է խաղում, որ ահավոր զայրացնում է հեռուստադիտողին, ինձ համենայն դեպս այդպես է, որովհետև նրանք ընդամենը 1-2 որոշում պետք է հստակ կատարեն իրենց հիմնական տակտիկայում, այսինքն նրանք խաղում են մի փոքր ավելի հետ քաշված ու փոխանցում պետք է կատարեն անդադ հարցակվողին, որոնք պետք է ազատ գոտիներ։ Այդ փոխանցումը, որը հիմնական գործոնն է իրենց տակտիկայի, լավ չեն կատարում, կամ շատ թույլ, կամ շատ ուժեղ։ Որովհետև թույլ թիմ է, շատ թույլ թիմ։ Այդքան էլ բարդ բան չի։ Իդեպ այդ բոլոր ֆուտբոլիստների մեջ հենց Սարգիս Ադամյանն է քո նշած փոխանցումը շատ լավ կատարում, որովհետև հիշում եմ, երբ Համբուրգի դեմ խաղում աչքին կավ գոլային գործողությամբ, հենց նա այդ սուր փոխանցումը կատարեց, ասավ Տուգանային հրապարակ, ստացավ պատասխան փոխանցումը եւ գրավեց մրցակցի դաշտը։ Երկու դեր իր վրա վերցնել։ Խոսքով Ադամյանը կրկին հիմնական տարբերակներից մեկն է լինելու։ Բոլորը պետք է այստեղ շատ հստակ գիծ սահմանել, որ բոլորը հիմա հիմնական տարբերակներ պետք է լինեն։ Դե դա մարշի համար։ Մենք փորձում ենք հասկանալ ով է պատրաստով Մարզիչը պետք է ինքը որոշի, թե իր թիմ ձևավորման հարցում, սա կարևոր է նշել, ովքեր են նրան հարկավոր։ Շնորհակալություն տղաներ, այսքանը հարգելի հեռուստադիտողներ, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ու կշարունակենք քննարկել հայկական ֆուտբոլի կարևորագույն իրադարձությունները։ Լավն է էլի մեր ֆուտբոլը։